24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է բանաստեղծ Հուսի Կարան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ապրիլի 10-ին Հռոմում տեղի ունեցել մեծ միջոցառում, որը եղել է Ադրբեջանի դեսպանության եւ որոշ ադրբեջանական կազմակերպությունների նախաձեռնությամբ, եւ այնտեղ հայկական վանքերը Արցախում եւ Հայաստանում գտնվող եկեղեցին ներկայացվել է որպես աղվանական, արձագանքել է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ ամեն դեպքում այս ամեն ինչ բացատրություն ունի։ Գիտեք, եթե մենք չենք պատասխանում, միայն Մայրաթորն է արձագանքում, նրանք ներկայացնում են աղվանական, ոչ հայկական քրիստոնեական տաճարները։ Հիմա Հռոմն էլ նայում է, ի վերջո այս կողմից չկա հակադարձում, չկա հակափաստարկներ, նրանք էլ ընդունում են, եթե մենք լուրումունջ հանդուրժում ենք, Հռոմը ինչու, ասենք, ինչին ընդդիմանա, ինչպես ընդդիմանա, քրիստոնեական տաճարը հիմա ի վերջո Հռոմին էլ չգիտեմ այդքան հետաքրքրում է հայկականը թե աղվանականը, ուղղակի մենք պետք է բարձրաձայնենք դա երկրորդ, առաջին մենք մեր տարածքը ամբողջը տվեցինք, Արցախը ճանաչեցինք Ադրբեջանի կազմում, նա էլ ինչպես ուզում վարվում է։ Այո, Ամարասը կարող է եւ ճանաչել աղվանական դադիվանքը կամ Գանձասարը, մյուսը ամեն ինչ որ կա, Հայաստանն էլ հետո Երևանն էլ Երևան։ Այս ամենը ինչ նպատակ ունի։ Յուրացնելու այն ամենը ինչ հայկական է, ջնջելու հայկական հետքը իսպառ։ Գիտեք, ախր ավելի հեռահար նպատակներ ըստ էության իրենք ունեն եւ փաստացի այս միջոցառումը կազմակերպվել է դեսպանության կողմից եւ նախաձեռնությամբ։ Այսինքն պետական մակարդակով այս ամենը որոշվել է։ Պատմության մեջ ուզում եմ նայել, էլի եղել է որոշ ազգ կամ ցեղախումբ, որ այդպես լկտի ու լպրշ կերպով ամեն ինչ ասի իմն է, ինքը իրականում չունենալով ոչինչ։ Գիտեք, անգամ Թուրքիայի թուրքերը այդ աստիճան չեն, ինչպես ազերիներն են, ինչ տեսան, ինչ կա այս տարածքում, ասում է ամբողջը իմն է, անկախ նրանից նա քրիստոնյա է, թե քրիստոնյա չէ, անկախ նրանից աղվանացիների հետնորդն է, ավանների, թե Թուրքիա, հիմա անհասկանալի է, էլի մնում իրենց ազգությունը, իրենք հիմա աղվանների հետնորդներն են, թե թուրք են, թե թաթար են, թե ինչ են, մի հատ իրենց ազգությունն էլ մինչև հիմա չեն ճշտել, երբ պետք է հայկական մշակութային քրիստոնեական արժեքները յուրացնելու, ասում են մենք աղվանների հետնորդներն ենք, երբ չգիտեմ ինչ Թուրքիայի հետ ինչ-որ հարաբերություն մենք Թուրք ենք, ասում են Գառնին մերն է, մենք չենք ծար, դուք Գառնիի ժամանակ որտեղ էիք, չէ որ ձեր հայր Էրդողանն ասում է մենք 6-7 դարերում, 8-րդ դարում եկել ենք այս տարածք, հիմա Զանգեզուրը տվեք, որպեսզի մենք գնանք մեր նախնիների Միջին Ասիա, մեր նախնիների հայրենիքին այցելության։ Հիմա առաջին դարում սարքված Գառնին ոնց է ձերը, հետագայում Գեղարդը ոնց է ձերը։ Հիմա արձագանքը Հայաստանից ինչպես պետք է լինի։ Միայն Մայրաթորը պետք է արձագանքի։ Ինչ պետք է արվի այս ամենը։ Դենց դա եմ ասում, եթե նրանք դեսպանատան միջոցով, այսինքն պետականորեն պետական կառույց, նրանց ինչ որ կրոնական կազմակերպություն չի գործող Ադրբեջանում, որ միայն թողենք Սուրբ Էջմիածնի վրա պատասխանը կամ Անտիլիասի, եթե պետական մակարդակով են դա անում, մենք պետական մակարդակով պետք է պատասխանենք, բայց մենք ոչ միայն լուրում ունջենք ու հանդուրժում ենք Արցախի հետ կապված որևէ խնդրի այդպես ցցուն խայտառակ կերպով որ ներկայացնում են ադրբեջանցիներ, այլև Հայաստանի հետ կապված մենք չենք արձագանքում հաճախ, գիտեք ինչ, ամեն օրը մեջ, չգիտեմ, նստում է ասում է սա արևմտյան Ադրբեջանն է, Երևանը Երևան է, մերն է, չգիտեմ ինչ, մեր մշակույթը, մի հատ եկեք պտտվենք, էլի, գոնե գետ մեկ ինչ-որ մշակութային արժեք կամ ադրբեջանական հետք կարող ենք ցույց տալ Երևանում կամ Հայաստանում։ Կա երկու մզկիթ, որոնք իրանական մզկիթներ են, պարսկական մզկիթներ են, մեկը կոնդում է կիսավեր, մեկն էլ
այստեղ Փակ շուկայի դիմաց Մաշտոցի պողոտայի վրա գործող մսկիթն է։ Եվ ցույց տվեք ոնց եք դուք սա ձերը ինչ որ հետք ունեք, ամբողջ Արցախում մեր հայկական հետքն է, որը չգիտեմ ինչպես հեղաթյուրում եւ ցույց են տալիս ադրբեջանական, աղվանական, չգիտեմ ինչական, ինչ տեսան, ինչ լսեցին, ինչ գետնի տակից հանեցին, ինչ վերևից ընկավ, ասացին մերն է։ Այս միջոցառման ժամանակ ոչ միայն Արցախի, նաև Հայաստանում եղող եկեղեցիների հետ կապված է ապատեղեկատվություն նաև տարածվել։ Այսինքն ավելի հեռահար ծրագրեր ունեն նաև Հայաստանի հետ կապված եւ արդեն սկսել են այս ձևով։ Դրա համար ասում եմ, չկա աշխարհում երբևէ պատմության մեջ քրքրեք մի ցեղախումբ, որն այդքան լպիրշ ու լկտի, այդքան ցինիկ լինի։ Չգիտեմ, կա ինչ որ դա հիվանդություն է, նստած ում ձեռքում ինչ տեսնում ասում է իմն է։ Լսի քեզ ոչինչ չկա։ Եթե որևէ բան ունենայր, այդպես չէիր։ Ինչու համարժեք պատասխան չի տրվում այս ամեն ինչին, որովհետև սա առաջին դեպքը չէ, իհարկե այս դեպքն է մեծ խոշորամասշտաբ իրականացվել, բայց մշտապես նման գործողությունների իրենք դիմում են։ Ինչու պատասխան այստեղից չի տրվում կամ գործողություններ չեն հաջորդում։ Նույնիսկ ավելորդ եմ համարում դա ասել, նույնիսկ ամաչում եմ արդեն ասել, եւ դու մյուսները հանձնման գործընթաց է գնում։ Վկա Արցախը, փաստացի շոշափելի իրողություն այսօր մեր կյանքում կատարված եւ գնում է արդեն Հայաստանի հանձնման գործընթացը։ Հիմա լուրեր կան, որ Տաուշում 3 գյուղ են սահմանն ականազերծում, որպեսզի հանձնեն։ Լավ, այդպես ինչքան, այսինքն դու ամբողջովին հանձնվում ես, ամեն ինչ տալիս ես եւ չես ընդվզում։ Միայն կարող ենք թեթև ինչ-որ բաներ ասել, եկեք պայմանագիր ստորագրենք, ոնց որ այսօր Արադ Միրզոյանը Անտալիայում հայտարարել էր այսօր թե երեկ քիչ առաջ լուրերով լսեցի, որ մենք ստորագրելու օրը անմիջապես հենց այդ օրը կլուծարենք Մինսկի խումբը, այսինքն վերջնականապես կթաղենք Արցախի հարցը, որպեսզի հետագայում էլ չբացվի եւ այլն, մեր սահմանադրության մեջ չկա Ղարաբաղը, Հայաստանը, ձեր սահմանադրության մեջ կան ավելի մեծ տարածքով Ադրբեջան եւ այլն, սրանք ինձ թվում է շատ ներողություն բառից համար բլեֆներ են մեր կողմից, որովհետեւ ամբողջ գործընթացը տեսնում ես իրողությունը սա է, ես չեմ կարող իրականության առաջ աչք փակել, բլեֆներ են մեզ չգիտեմ, քամի են անում, թոզ են փչում աչքներից, բայց իրականում գնում է ամբողջը հանձնելու տալու գործընթաց։ Մենք չենք կրակում Ադրբեջանի վրա կողմը։ Նրանք ասում են ամեն օր հրադադարը խախտեցին, հայերը կրակեցին։ Նրանք կրակում են, ասում են փամփուշտը օդ են կրակում, լավ ինչու եկավ, քամին բերեց, հա գցեց տների վրա, հա էլի։ Նոր մի քանի օր առաջ խնածախում արդեն պատուաններ էին կոտրել, պատերը բան Կրակոցները շարունակում են արդեն եւ Տավուշի սահմանին են շարունակում, իհարկե գյուղի ուղղությամբ չէ, բայց անընդհատ կրակոցներ կան, այսինքն այդ վախի մթնոլորտը ձևավորում են եւ Սյունիքում եւ Գեղարքունիքում։ Դա միայն վախի մթնոլորտ չէ։ Հիմա եւ զորք են կուտակում, կա արդեն տեղեկատվություն եւ զինամթերք, սա հստակ հարձակվելու պատերազմի նախապատրաստությունը ցանկացած պահին ինչ որ պահի է սպասում, կարող է հարձակվել եւ այլն, եւ Ադրբեջանը, եթե ասում են այս սա թույլ չի տա, նա թույլ չի տա, ինքը շատ լավ տեսնում է 5 տարում ինչ արել է, ինչ լկտություն, ինչ սանձարձակություն, այո, Մարսելը ոչ ոք, ոչ Հայաստանից են արձագանքել, ոչ աշխարհից, գերտերություններ լինեն թե, բայց միայն արձագանքը ոչինչ չի տալիս։ Հա, դե այպես ինչ որ Եվրախորհուրդը կարող է ինչ որ բանաձև ընդունել, ԵԽԽՎ-ն, որը իրավական ուժ չունի, եւ աշխարհն էլ նայում է, եթե զսպվածության կոչեր անեն։ Հա, եթե դու ցավի տերն ես, չես բարձրաձայնում, որ քո մարմնի այս մասը ցավում է, կողքինն ինչ ասի։ Սա շատ հասկանալի է եւ տրամաբանական է։ Մենք լուռ ենք, մենք այս ամենի հետ հաշտվում ենք, համաձայն ենք։ Բայց ինչ պետք է անենք։ Ախ, չեղած տեղից ինչեր է անում Ադրբեջանը։ Մենք գոնե եղած տեղից, չգիտեմ, ՄԱԿ-ի ամբիոնից է, մյուս տեղերից է բարձրաձայնել ցույց տալ ինչ է կատարվել։
Ոչ թե Մինսկի խումբը դու լուծարի, այլ ցույց որ էթնիկ զտում է կատարվել, դա ցեղասպանություն է մարդկության դեմ։ Այն հարցը ոչ թե ասա եկեք կասկածենք եղել է չի եղել հայոց ցեղասպանություն, այ որ հայոց ցեղասպանությունը չընդունեց Թուրքիան 1915 թվականը չդատապարտեց ամբողջովին աշխարհը, ճիշտ է 30 ավել պետություններ ընդունել դատապարտել են, բայց Թուրքիան չընդունելով հանդերձ շարունակեց իր ցեղասպանությունն Արցախում եւ այսօր կատարվեց Արցախում նորից ցեղասպանություն, որը 1915 թվականի շարունակությունն է։ Այս ճանապարհներով, այս հիմքերով պետք Արցախի է մասին եք խոսում, բայց չեք կարում ընկալեք եւ հասկանաք, որ Հայաստանն է կանգնած մեծ վտանգի առջեւ, հիմա մենք պետք է մտածենք Հայաստանը ոնց պահել։ Դե հիմա մեծ վտանգը որն է, սա է, դու եթե դու ցույց չես տալիս աշխարհին, եւս մեկ անգամ շեշտելու Թուրքիան չընդունելով ցեղասպանությունը շարունակեց, եթե ընդուներ գոնե ներողություն խնդրեր, զսպված կլիներ, աշխարհը պետք է ստիպի ընդունի Թուրքիան իր գործած ցեղասպանությունը եւ զսպաշապիկ հագցնի։ Թույլ չենք տալիս, չի ընդունում եւ շարունակում է։ Մենք էլ ասում ենք եկեք մոռանանք ժխտենք, որ ցեղասպանություն չի եղել։ Խնդրեմ, նա էլ ասում է դե արել եմ, չի եղել, հիմա էլ եմ անում։ Ասում են չկա, չի լինում, էլի շարունակել եմ անել, ես մի փոքր Հայաստանն է մնացել։ Սա է որ մենք ոչ թե մեզ ոչնչանալու վտանգից ենք փրկում այս տրամաբանությամբ, այս հայացքով, այս մոտեցումով, այլ անverջ մենք մեր ձեռքով մեզ հրում ենք ոչնչանալու վտանգի մեջ։ Դու բեր խորքից արմատից ցույց տուր ինչ է կատարվել, ինչը պետք է դատապարտել։ Նա քեզ մորթում է, դու ծիծաղում ես, ժպտում ես, ասում ես ոչինչ չի եղել, ամեն ինչ լավ է, վարդագույն է աշխարհը։ Նա էլ շարունակում է։ Աշխարհն էլ նայում է, ասում է լավ, որ այդպես է, ես ինչ անեմ։ Եվ շարունակելու է։ Եվ իրականում ինչի համար է այդ ամենը արվում։ Եթե մենք Արցախը ասում են ոչինչ չի, այսինքն ժողովրդին պես հուսահատության մեջ չգցելու կամ վախ չունենան ժողովուրդը այդ անհանգստությունները չունենան, ինչով է պայմանավորված։ Հիմա օրինակ այս հեծանիվով ակցիաները, որ արվում է, կրթության ակցիան, որ սկսվել է, սկզբում այդքան մեծ այդպես գործընթաց չէր, հիմա գնալով ավելի մեծ թափ է ստանում Փաշինյանն է ինքը հենց աջակցում այդ գործընթացին։ Դա հաշիշ է։ Դա թմրադեղ է, այլ կերպ չես կարող ասել, որ ներարկում են ժողովրդին այդպես քնացնելով էլի, ոնց ասեմ, թմրադեղ ազդեցության տակ հրում են, չգիտեմ, որոգայթի մեջ, հրում են գազախցիկ, տանում են կառափնարան, տանում են գիլյոտին, այսինքն այդ ճանապարհին պես ստրես չտանես էլի, անստրես գնաս գիլյոտին։ Սա է, ուրիշ բան չկա։ Դու ես երկիրդ կործանվել է։ Դու ուզում ես Հայաստանը փրկել։ Լավ, ինչ որ եղել է, դու պետք է բարձրաձայնես Արցախի էթնիկ զտումը, ցեղասպանությունը։ Որ աշխարհ նայեք ինչ արեց Արցախում, նույնը սպառնում է Հայաստանին անելու։ Դու ասում ես, եկեք սա մոռանանք, վարդագույն շղարշով ծածկենք Արցախը, ու որպեսզի փրկենք Հայաստանը, ոչ։ Ծածկում ես նա բավարարվում է Ադրբեջանն, իհարկե ոչ։ Արցախում հայ չի մնացել։ Մտածում եք Արցախը տանք, լավ ապրենք, տվել ես, այլ ինչ է ուզում, Հայաստանն է ուզում։ Ուրեմն որպեսզի Հայաստանը չտաս, դու չպետք է հանձնեիր Արցախը։ Կամ այսօր բարձրաձայնես, մատնացույց անես, շեշտես, տեսեք ինչ է կատարվել, նույնը Հայաստանին է սպառնում։ Օկամպոն եկավ ասեց, մյուսները մարդիկ կան աշխարհում, սրտացավ մարդկության դեմ գործված հանցագործության դեմ են պայքարում, ոչ այնքան հայերիս համար են, ասենք Օկամպոն մյուսը խոսում, այլ սա աններելի, անթույլատրելի բան է, ինչ կատարվել է Արցախում, այս ընթացքով կատարվելու է Հայաստանում։ Եթե ուզում ես չկատարվի, պետք է այնտեղ կանգնես, բարձրաձայնես, ցույց տաս, չգիտեմ, համախոհներ գտնես, ի վերջո համաշխարհային այդ կազմակերպությունների ուշադրությունը սևեռես այդտեղ։ Դու վերես տենում ասում ես ամեն ինչ, որպեսզի մենք խաղաղություն ստորագրենք, աշխարհը նայում է, ինչ է, երկու երկիր գնում են ի վերջո խաղաղություն ստորագրելու ներողություն համաձայնագրին կամ պայմանագրին, իրենց համար ամեն ինչ լավ է, մնում է աշխարհին ողջունել այդ գործընթացը։ Անկախ նրանից դու ինչ ես կորցնում, ում համար է ցավոտ, թե ում համար ցավոտ չի։ Բայց աշխարհը նայում է,
Շատ մանրամասների մեջ Հա, այս երկու երկիրը ասում եթե համաձայնվել են, ուրեմն իրենք գիտեն։ Վերջ, այո, բնականաբար մենք էլ կողքից նայելուց երկու Բայց մեր հոգու ինչ փոխարկորձ պետք է ասենք։ նախարարը շատ ողջևորված էր այդ փաստով եւ ասում էր 50-ից ավել երկրներ ողջունել են։ Բա հիմա այդ 50-ից ավել երկրները ինչու չեն պարտադրում Ադրբեջանին, որպեսզի ստորագրի։ Եթե Երևանը մենք ճանաչենք Ադրբեջանի կազմում, էլի ողջունելի են։ Դու ես ճանաչել, դու այդպես ես ուզում։ Ինչպես Արցախը երբ ճանաչեցին, համարձակ քայլ համարեցին եւ ողջունեցին։ Հա, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ինչու պետք է անհանգստանա գա ինչ ասի։ Ասի չէ, մի ճանաչիր, մի տուր։ Դու տալիս ես ասես ինձ համար լավ է, գիտեք։ Ինձ համար շատ հաճելի է։ Ես կոմֆորտ վիճակի եմ գնում։ Ամերիկան ինչ ասի, Ռուսաստանն ինչ ասի։ Էլի Ռուսաստանը մի երկու օր առաջ հայտարարեց, որ Արցախը Հայաստանը լուծել է։ Էլ ինչ եք ուզում մեզանից, մյուսից։ Այս մարդիկ են լուծել, այսպես են ուզել լուծել, ինչ անեն։ Գան ինչ ասեն։ Հիմա այսքան վտանգավոր իրավիճակում այն ամեն ինչ իրականացվում է Նիկոլ Փաշինյանի կողմից եւ իր կնոջ Աննա Հակոբյանի կողմից կոնկրետ այս կրթական ակցիան, որ արվում է, այն որ կրթության մեջ բազմաթիվ խնդիրներ կան, բոլորս գիտենք եւ միշտ խոսվել է այդ մասին։ Բայց հիմա այն ինչ որ իրականացվում է, այդ կրթել է նորաձև ակցիան եւ ինչպես նշեցինք, մեծ թափ է ստանում։ Այս ամենը ինչ նպատակ ունի եւ արդյոք այս ամենի մեջ իսկապես նախ կրթում են այն մարդկանց, որ հանդիպում են եւ արդյոք կա բովանդակություն այս ամենի մեջ։ Նախ եկեք հասկանանք, նախ մի բան, մինչև դրան ասելը, վերջում մատնելադարան չէ գնացին, մատնելադարանի ձեռագրերը 90% գուցե ավելին որտեղից են, որտեղ են ստեղծվել, պատմական Հայաստանում չէ, դու ժխտում ես պատմական Հայաստան, իրական Հայաստան, որը աբսուրդ է մնում էլ է, քո իրական Հայաստանը որն է, ի վերջո կարող է, վերջում ասես, չկա իրական Հայաստան, որն է սահմանը, ինչ չափ է, բարի եղեր ուրեմն ձեռագրերն ուղարկիր Թուրքիա, ասա ձերն է, դա ձեր տարածքից է, մերը չի, Այբուբենը ստեղծվել է որտեղ, այսօրվա մեր պատմական Հայաստանում, այսօրվա Թուրքիայի տարածքում, ջնջիր եւ այլն, դու եթե ժխտում ես պատմական Հայաստանը, պատմական Հայաստանում ստեղծած ամեն արժեք, ինչու ես գնացել պատմական Հայաստանի արժեքների մեջ կանգնել խոսում, չէ՞ որ ինքդ քեզ հակասում ես այդպես, սա մեկ, երկրորդ, ինչ է նշանակում անընդհատ կրթվելը նորաձև է, եկեք կրթենք ձեզ, Իրականում շատ լավ բան է, եթե դու այդ կրթական ծրագիրն իրականացնում ես, բայց ինչ բովանդակություն կա այս ամենի մեջ, անհասկանալի է իսկապես, հավաքվում են մարդիկ, ինչ որ գաղափարներից, բայց ինչ են ասում, ինչ որ խոսում են, ես էլ անհասկանալի, կրթելը, ուրախ սկսում են մանկապարտեզից կրթական համակարգը բարեփոխել։ Բայց այս միջոցառմանը մասնակցում են ուսուցիչներ, դասախոսներ, գիտնականներ։ Ինչ են ասում, ինչ են կրթվում, ես չեմ հասկանում։ Գաղափարախոսություն են, հա, փոխանցում։ Այսինքն բավարար չի հենց կրթությունը, պետք է գնան այդ դասընթացները։ Որ 7 տարի մնացել է կառավարությունը եւ Նիկոլ Փաշինյանն առաջի դասարանում, չէ՞ որ ինքը հայտարարեց։ Եվ որ բայես ինչ անեմ մնացել եք նույն դասարանում։ Նոր ես իմանում։ Չէ՞ որ երկրորդ տարին կիմանայիր, որ արդեն մի տարի է մնացել ես, 7 տարի հետո նոր հասկանում ես, որ դուք տգետ եք եւ քո խումբը տգետ է, նույն դասարանում եք մնացել։ Գիտեք, իրենք ինչ-որ բան են անում, որը աբսուրդ է, ինչ եք կրթում, ոնց եք կրթում, ունեք այդքան գիտելիք, որպեսզի գնաք մատենադարանի գիտնականներին կրթեք, կամ դա կրթել չի, դա չգիտեմ, գնում ինչ-որ ճառ եք ասում, բայց այդ ճառ ասելը հոգուտ ձեզ, դեռ կրթել չէ, այսինքն այդ ճառ ասելու արդյունքում եկեք որն է իրական Հայաստան, Արցախից հրաժարվենք, մոռանանք եւ այլ, դա նշանակում է կրթություն։ Դա ասա ինքնության, լավ, խեղում չես ուզում ասել, ասա ինքնության վերաձևում, Արարատը մեր լեռը չի եւ այլ, դա կրթություն չի։ Դա ինքնության ավերում է, ոչնչացում է, հիշողության ջնջում, լավ, հիշողության ջնջում, եթե մարդուն զրկում ես իր հիշողությունից, եթե դա տհաճ է հնչում ուրիշ մի ձևաչափ դիր, բայց դա կրթել չի։ Ինքնության խեղումը կամ ոչնչացումը, հիշողության ջնջումը, դա կրթել չի նշանակում։ Չեմ հասկանում, նույն ասում են
չփորփրենք պատմությունը, անցյալը Արադ Միրզոյանն է հայտարարում։ Լսիր, մենք մեր անցյալից ամաչելու բան չունենք, մենք կեղտոտ որևէ թնջուկներ չունենք մեր անցյալում, որ փորփրեն։ Այդ թուրքը կարող ասել մի փորփրեք իմ անցյալը, որ ցեղասպանություն եմ արել, որ 1915-ից առաջ, ասենք, Սուլթան Համիդի ջարդերն են եղել 300,000 եւ ավելի հայ տարածքներ է զավթել։ Հա, եւ այլն, մինչեւ եկե հասել եմ Ադրբեջան, Արցախ, այդ թուրքը կարող է ասել մի փորփրեք անցյալը։ Արադ Միրզոյան, դու ինչու ես ասում մի փորփրեք անցյալը։ Իմ անցյալը որտեղ է, որ ես ինչ որ խեղել կամ բռնազավթել, չգիտեմ ինչեր եմ արել։ Մենք Արցախը իր ինքնորոշման հարցն է բարձրացրել ՄԱԿ-ի բանաձևերով, նախկին սովետական միության բանաձևերով եւ այլն։ Ինչպես Ալիևը 2 օր առաջ ասաց, այ Մինսկի խումբն ուզում էր Ղարաբաղը վերջը տար Հայաստանին Ես ուժով լուծեցի այդ հարցը։ Հա, Ղարաբաղը չէր ուզում Մինսկի խումբը Արցախը տալ Հայաստանին։ Տանում էր, մարդիկ ինքնորոշման հարց են բարձրացրել, այդ ինքնորոշումը մանը տեր լինելն էր, այո, իրացման հարցն էր։ Մեր անցյալը որտեղ մի մութ կետ կա, Արադ Միրզոյան, ես ուզում եմ քեզ ուղղակի այս եթերից հարցնել։ Կիրթ մարդ ես, ինչ որ բարձրագույն կրթություն ես ստացել, այսքան տարի քաղաքականության մեջ բան, դու ինչու ես այդ երբ ասում ես մի փորփրեք անցյալը։ Ուրեմն դու վախենում ես քո անցյալից։ Ուրեմն այնտեղ կեղտոտ բան կա, այդ բարձրաձայնում են նա, ում այսպես ասած թիկունքը լավ ուրիշ բառ չօգտագործեմ, կեղտոտ է։ Մեր որտեղն է կեղտոտ։ Դու ինչու ես այդ թուրքը կարող է բարձրացնել։ Դու այսինքն շախմատային լեզվով ռակիրովկա են ասում, տեղափոխություն է տեղի ունեցել։ Մեզ դնում ես թուրքի տեղը, ոնց որ ամիսներ առաջ թուրք լրագրողը պատմաբան էր, ինչ էր լրագրողը ցուցափայտը դրել է քարտեզի վրա, ողբում է, սա Վանն է, այստեղ ցեղասպանել են հայերը թուրքերին, սա Էրզրումն է, այստեղ ցեղասպանել են հայերը թուրքերին, լավ, այդքան մենք ցեղասպանեցինք, բայց ինչու հայաթափվեց ամբողջ այդ տարածքները եւ թուրքերով են բնակեցված։ Ոնց են այսինքն դու բերում ես, սա ես էլի տանում, թվում է խոսքեր, նախադասություններ ասած, բայց որ դու խորանում վերլուծում ես։ Հատուկ հարստություն է արվում, նպատակաուղղ։ Դա պիտի ցեղասպան թուրքը ասեր, կոչաներ մի փորփրեք անցյալը։ Ոնց որ անում էր նախկինում, մեր պատմությունը Էրդողանը արևի պես փայլում է, արևի պես ջինջ է, ուր է մեր պատմությունը։ Բայց Միրզոյանը այդպեսի բան է ասել։ Չէ, ուզում եմ ասեմ, այն որ Էրդողանը ասում էր, մի փորփրեք իմ անցյալը, մեր պատմությունը արևի պես լուսավոր է, ջինջ է, չգիտեմ ինչ է։ Նկատի ունեմ Միրզոյանն ասել է, մի փորփրեք պատմությունը։ Հա, այսօր ես լուրերով լսեցի, ռադիոն հաղորդեց, տաքսիի մեջ լուրերով լսում էի։ Հիմա ինչ ասեմ, ախր մի խայտարակ վիճակի մեջ եք հայտում։ Վաղը մենք հասնելու ենք այն վիճակին, այո, որ այսօրվա իշխանավորները չոքել են ներողություն խնդրեն, որ մենք ցեղասպանել ենք ձեզ, մենք ոչնչացրել ենք շաննաթալու խոսք ասեմ, մի քիչ թող բան չընչի, ասում է Երանի օր մնալ ըլար, որ հային ասեին կոտորել ես, հային ասեին ինչ որ բան գրավել ետ ես բերել։ Այ մարդ լիներ, կոպիտ ասած Երանի չէր լիներ ասեիր, բայց չկա, հակառակն է, ինչն ես ասում։ Ես ամբողջ ես մի խայտարակ բան, ես ասում եմ, վաղը արդեն գնալու եմ մեր ներողությունները, մեր ծնկելը, անկապ տեղեր էլի, գուցե Թուրքիան ու Ադրբեջանը ստիպեն, ասեն, լուսնի խավարումն էլ եք դուք արել, մենք ծնկենք ներողություն խնդրենք, որ լուսնի խավարում ենք արել, կամ արևի խավարում։ Այսինքն, այս ընթացքով գնալի է, որ մենք ոչ միայն ներողություն ենք խնդրելու, որ մենք զրպարտել ենք 1915 թվական ցեղասպանության մեջ, այսպես ասած թուրք լուսավոր ժողովրդին, որ ցեղասպանություն է արել։ Այն մենք ենք ներողություն խնդրել, որ մենք ենք ցեղասպանություն արել։
Չէ՞ որ Ադրբեջանը հստակ կոնկրետ Եվ այս կանում է ամենը դրան։ ինչի համար է արվում, հարաբերությունների կարգավորման, վերջապես այդ պայմանագիրը կնքելու, ինչի համար է Ախ, արվում։ ես Պարտվել ենք դրա համար։ լավ պայմանագիր այդպես են կնքում։ Պայմանագրում ասել էր 17 կետ, վերջում 2 կետ կար, որ Ադրբեջանն էլ զարմացավ, մենք համաձայնվել ենք, էլ բան չկա, ամբողջ աշխարհն ասեց բոլոր կետերը համաձայնեցված են։ Դե թող կնքեն։ Դե հիմա ինչ, այսինքն դա չի գնում պայմանագրի կնքման։ Սա ես իմ այսպես լուրջ-լուրջել նստում վերլուծում ենք, սա ինքնա ոչնչացում էլ չի։ Սա ապուշություն է։ Միայն ասենք ապուշ վիճակում գտնվողը կարող է նման խոսքը մեր կառավարության մասին է, մեր հայացքի, մեր մոտեցման մասին է։ Սա հիպնոզ էլ չի, ուղղակի մի բառ ապուշություն, մեղմ ասած։ Դու անverջ ինչին ես գնում, ինչի համար ես անverջ ես դնում մեղավորի տեղ ու փորձում ներողություններ խնդրել, սնկել, հանուն ինչի, որպեսզի այդ համաձայնագիրը, պայմանագիրը չի ստորագրվի 17 կետը 17 էլ համաձայնեցված է։ Հիմա ասում ես համանդրությունը պետք է փոխեք։ Գիտեք ինչ, Հարթակ Միրզոյանը նաև այսպեսի մի խոսք էլ վերջում ասաց, որ այս գործընթացը այսպես վերջ չի ունենալու։ Ես էլ նստած տեղից արձագանքեցի ռադիոյին, որ նոր ես հասկանում, նոր ես ուշքի գալիս, որ Ադրբեջանի պահանջները երբեք վերջ չի ունենալու։ Դե ասում է, բա ինչ անենք, չկնքենք պայմանագիրը։ Շարունակենք պատերազմել անընդհատ, ոչինչ անանք։ Մի քիչ քեզ տղամարդու պես պահիր, 17 կետը համաձայնեցրել ես, երբ ասում է Ադրբեջանը գնդակը Հայաստանի դաշտում է, փոխիր անդրադարձիր, ցույց տուր, որ ապուշ գնդակը քո դաշտում է։ Ինչ ո՞նց է գնդակը հիմա իմ դաշտում։ 17 կետ ես ասա, 17-ն էլ համաձայնեցել եմ։ Սահմանադրություն ես ասում փոխի, ասում են այստեղից փոխելու Դե են հիմա էլ ասել են, ասում են Միսկի խումբը լուծարի, ասում են ստորագրի, որ լուծարենք, այսինքն համաձայնություն բոլոր հարցերում կա, բայց Ադրբեջանը շարունակում է։ Դե հիմա ասել են հայերս անարվածքը դուրներս չի գալիս, թող հիջաբ կրեն հայերը, չգիտեմ, անverջ ամենաանհետեթ ու աբսուրդ բաներն է Ադրբեջանն ասել։ Դու եթե համաձայնվել արել ես այդ 17 կետը, անգամ դրսից են ողջունել խիզախ բաների, քայլերի գնաց, զիջումների գնաց Հայաստանը, դրանից հետո դու ո՞նց ես հանդուրժում Ադրբեջանն ասի գնդակը քո դաշտում է։ Դու արդեն այդտեղ պետք է գոնե մի քիչ ոնց արժանապատվորեն կանգնես խոսես։ Մի քիչ որ դիմացին այդ հարգանք ունենա։ Հասկանում եք Ադրբեջանը այդքան մենք դատում ենք Թուրքին մյուսին, հասկանում եք որևէ մեկը չի կարող այս պահվածքն ունեցող իշխանության նկատմամբ մազաչափ հարգանք ունենա։ Մենք փողոցում էլ, կյանքում էլ տեսնում ենք մարդիկ, որ ամբողջովին իրենց պահում են տխմարի պես, գետնակար, անկախ մեզանից մազաչափ ոչ հարգանք, ոչ խիղճ, որևէ բան չենք ունենում։ Մենք այդ վիճակում ենք մի քիչ քեզ արժանապատիվ պահիր։ Լավ, այդքան զիջումների գնացել ես, ինչ որ արել ես, այնպես չես պահիր, որ գոնե հիմա քեզ հարգեն։ Գոնե նրանց աշխարհը ինչ որ մարդիկ եթե Ամերիկայի միս հետաքրքրում են, Ռուսաստանի ինչը, ասեն Ադրբեջան, գնդակը Հայաստանի դաշտում չէ, գնդակը քո դաշտում է։ Ի վերջո կարծում եք պայմանագիրը կկնքվի, թե այդպես էլ չի կնքվի։ Չէ, ինչ պայմանագիր կնքվել։ Նրանք միտ չունեն պայմանագիր, ասում են մենք սուրճը կպատվիրենք, նրանց լրագրողներ, փորձագետներ, քաղաքագետներ, ասում են մնում է մեզ սուրճը պատվիրենք եւ սպասենք, թե Ադրբեջանը Հայաստանը ինչպես է կատարում Ադրբեջանի հերթական պահանջները, ձեռ էին առնում, ծաղրում էին եւ ասում է ինչ ստորագրել չէ որ մենք Երևան պիտի գնանք, մեր պատմական երկիրն է Արևմտյան Ադրբեջանն է, որ ենք ինչ ենք ստորագրում։ Ինքը անverջ տանելու է պահանջների իրականացման եւ թույլ չի տալու։ Այսինքն վերջում ոչինչ չի մնալու ստորագրելու, ինչ ստորագրել։ Արցախի համար այլևս ինչ ստորագրես։ Դե հուսանք, որ այս վերջի կետներ, որ զիջել են եւ համաձայնվել են եւ նոր զիջումներ չեն լինի։ Փաշինյանը վերջին հարցազրույցի ժամանակ ասում էր կան հարցեր Ադրբեջանի կողմից բարձրացված, որոնք մեզ համար քննարկման առարկա չեն։ Հուսանք, որ այդպես էլ կմնա։ Դե հիմա ասում է մինիստրի խումբն եմ, էլի ասում անում եմ։ Դե դա վաղուց էին Հա, համաձայնվել։ լուծարելու, ստորագրելու պայն էլի չեն համաձայնում, էլի ինչ են ուզում։
Ուրեմն դա Դե այլ ծրագրեր ուրեմն աշխարհին ցույց են տալիս, որ մենք այդքանից հետո լրջորեն բանակցել ենք Ադրբեջանը, բայց դրանք ընդհանրապես մայմուն են։ Դա պետք ցույց տալ։ Որ եթե մեզ եք փորձում մեղադրել հավասարության նշան դնել, դուք էլ շատ լավ տեսնում եք, որ մեյմունություն է անում։ Միգուցե դա էլ ուզում են ցույց տան աշխարհին, դրա համար էլ Այդպես ցույց չեն տալիս։ երկու կետի հետ։ Հա, բայց դրանից հետո ինչու ես համաձայնվում։ Դրանից հետո ինչու ցույց չես տալիս ինչ որ բան։ Դրանից հետո ինչու ես ասում ես էլի կանեմ։ Նրանք էլ ես չգիտեմ ինչ է բանավոր կամ որտեղ են իստորագրել։ Ինչ պահանջ դնում են, ասում են մենք սա 2 տարի առաջ ենք պայմանավորվել։ 2 տարի առաջ արդեն։ Հիմա բանավոր խոսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ու սահմանադրության փոփոխման մասին։ Հա, հիմա Ադրբեջանն ասում է սահմանադրության մասին, որն էլ մեկ օրվա գործ չէ։ Ասում է Ադրբեջանն ասում է սա նոր բան չենք մենք ասում։ Վաղուց համանազայնեցրել, խոսել։ Հիմա ինչեր է Փաշինյանը խոստացել Ադրբեջանին։ Տակից չի կարողանում դուրս գալ։ Ես չգիտեմ ինչ ազդեցության տակ է, որտեղ է նստել այդքան խոստացել։ Ախր այդպես երկիր չեն կառավարում։ Որ անվերջ նա մեսեջներ ուղարկի Ադրբեջանը, որ այդ նոր չի, պայմանավորվել ենք, խոսացել ենք։ Մարդ չի հասկանում, որտեղ ինչ են արել։ Գուցե ամեն օր Skype-ով ինչով շփվում են, ես չգիտեմ։ Սա ուղղակի խելագարություն է, սա ուղղակի մղձավանջ է, որ չի վերջանում։ Հա, մենք էլ այսպես եւ հուսահատության մեջ գցել ամբողջ ժողովրդին եւ դարձնել չգիտեմ ինչ այսպես երկիր չեն կառավարում, կրկին եմ ասում։ Սա միջոց չի, սա ձև չի, սա ապրելակերպ չի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս բանաստեղծ Սուսիկ Արանն էր։ Շարունակեք մեզ հետևել։ Կհանդիպենք։